Մենակ այն, որ քաղաքական process-ներ են հիմա արդեն իսկ գեներացվում նախաշեմին ընտրությունների, արդեն իսկ տեսնում ենք, որ այո, նույնիսկ այն իրավիճակը, որը եկեղեցու շուրջ է տեղի ունենում, քաղբանդարգյալներ, այ հիմա Դավիթ Համբարձումյանը եկավ ու անմիջապես ձերբակալվեց, այս ամեն ինչը ձերբակալվածներ եւ այլն։ Ընդհանրապես սա նախ լուրջ ձերբակալեն։ Բնականաբար պետք է ձերբակալեն, ուրիշ բան թե ընթացքը ինչպիսի արդյունք եւ կուլմինացիան ինչպիսին կլինի։ Ուրիշ բան եմ ասում, ես ընդհանուր ձեր ասածի տրամաբանությունն եմ ասում։ Այս ամեն ինչը տեղավորվում եւ դասավորվում է այդ տրամաբանության մեջ։ Իշխանությունները ունեն իրենց հաշվարկը գնում են հերթագանի, բայց նաև չբացառելով արտահերթը, ես ավելի քան վստահ եմ, որ ներկուսակցության, չէ, մի բացառեք, երբեք մի բացառեք, մի բացառեք, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ խոսույթը դեռևս ակտուալ է, նույնիսկ ներկուսակցական իրենց մեջ, ես չասեմ հավաստի, համենայն դեպս որոշակի ինֆորմացիայի տիրապետում եմ, չի բացառվում դա, եւ նույնիսկ հիմիկվանից արդեն պատրաստվում են ընտրատեղամասներով, նույնիսկ անուններով, ազգանուններով, ովքեր ինչ պետք է առաջնորդեն, այսինքն հիմիկվանից տարվում են աշխատանքներ եւ այդ նորմալ է իրականում։ Ոչ հերթական, այլ արտահերթականին, բայց ենթադրելով, որ ամեն պահ կարող է ինչ որ ֆորս մաժորային իրավիճակ լինի, նաեւ արտահերթ տեղի ունենա։